Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրինից այսօր մենք կանցնենք վաճառական Ադիբեկի Սարգսյանի Երևան դասը։ Հիշենք, ինչ գիտենք Երևանի մասին։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Երևանը նոր Էրեբունին է։ Երևանում շատ կան բարձրահարկ շենքեր, հրապարակներ, գեղեցիկ, բազմահարկ տներ, ինչու՞ չէ նաև թանգարաններ, եւ համարում ենք, որ Երևանը նույնպես թանգարան է, բացի երկնքի տակ։ Այս դասին մենք հարցերի օգնությամբ կառանձնացնենք անձ եւ իր ցույց տվող բառերը։ Կիմանանք, թե ով է կառուցել Էրեբունին եւ ինչպես է այն դարձել այսօրվա Երևանը։ Սիրով եւ պատասխանատվությամբ կվերաբերվենք մայրաքաղաք Երևանին։ Զարմանալի է, որ քաղաքներն են ծնվում, անուն ստանում, մեծանում եւ ապրում։ Ամբողջ դասը երկխոսություն է երեխաներ։ Պապիկն ու թոռնիկը միասին զրուցում են Երևանի մասին։ Կարող եք նաև սիրով եւ հաճույքով դասը կարդալ դերերով։ Պապիկ, ինչու է իմ անունն Արգիշտի։ Ես եմ դրել քո անունը։ Տեսեք, երբ գծիկներ են դրվում, նշանակում է խոսողը փոխվում է, երկխոսություն է, պետք է ուշադիր լինեք, որպեսզի կարողանաք դերերով կարդալ։ Իսկ քո անունն ով է դրել։ Իմ անունն էլ իմ պապն է դրել, Արամը։ Իսկ ինչու է մեր քաղաքի անունը Երևան։ Այդ անունը դու ես դրել, մոռացել ես։ Ես։ Դու Արգիշտի հզոր թագավորն ես։ Շատ ու շատ տարիներ առաջ դու կառուցեցիր այս քաղաքը եւ անունն Էրեբունի դրեցիր։ Բա ասում ես Երևան եմ դրել։ Էրեբունին հազարավոր տարիներ բերնեբերան անցնելով դարձել է Երևան։ Իսկ ինչ գիտենք, որ Արգիշտին է կառուցել Երևանը։ Այս մասին նա քարի վրա գրել է շատ տարիներ առաջ։ Այդ քարը մինչև հիմա պահպանվել է։ Հիմա հարցերով վերլուծենք առաջին հատվածը, քանի որ դասը բավականին երկար է, մենք մասերով կսովորենք այս դասը։ Ինչ իմացավ թոռնիկը Երևանի մասին։ Երեխաներին խոսեցնում ենք, երեխաները կարող են նաև հատվածաբար ընթերցել եւ ընտրովի ընթերցել ինչ իմացավ թոռնիկը Երևանի մասին։ Գտնում ենք համապատասխան տողերը եւ կարդում։ Էրեբունին հազարավոր տարիներ առաջ բերնեբերան անցելով դարձել է Երևան, այսինքն Երևանի առաջին անունը եղել է Էրեբունի։ Ինչպես է Էրեբունին դարձել Երևան, այդ հարցին արդեն պատասխանեցինք։ Քո կարծիքով դպրոցներ կային Էրեբունիում։ Երեխաների կարծիքն ենք լսում, հետո նոր շարունակում ենք կարդալ։ Ես ուզում եմ, որ երեխաները սովորեն բառային աշխատանք կատարել դասագրքում, կարդան յուրաքանչյուր նախադասությունը, գտնեն իրենց անծանոթ ուղղագրություն եւ անծանոթ բացատրություն ունեցող բառերը եւ միասին ընկերների եւ ուսուցչի օգնությամբ վերլուծեն բնագիրը։ Նայում ենք նկարին, հիշում ենք, այբնարանից մենք սովորել էինք, որ Արգիշտի հզոր թագավորը Մենուայի որդին կառուցում է Էրեբունի բերդաքաղաքը, որպեսզի թշնամիները ահ ու սարսափ ունենան եւ չհամարձակվեն մտնել մայրաքաղաք Էրեբունի։ Էրեբունիում կարգեր կային, երեխաներին հիշեցնում ենք մեր անցած դասերը։ Էրեբունին հզոր քաղաք էր, իսկ Արգիշտի թագավորը ամեն ինչ անում էր, որպեսզի Էրեբունին լինի ամենաժամանակակիցը։ Էրեբունիում նաև խողովակներ կային։ Ջուրը սարերից խողովակների միջոցով էր հասնում քաղաքը։ Իսկ Սարեն վարպետն է, որը Սեպագիր արձանագրության մեջ գրում է, որ Երևան քաղաքը կառուցել է Մենուայի որդի Արգիշտի թագավորը։ Դուք նկարում տեսնում եք Արգիշտիի նկարը։ Հայերեն տառերը հնում եղել են Սեպագիր, սեպի տեսք են ունեցել։ Այսօր միայն այս հատվածը կսովորենք, երեխաներ, եթե ցանկություն ունեք, կարող եք շարունակությունը կարդալ եւ հետո հաջորդ դասին կարող եք նաեւ ինքներդ ներկայացնել ձեր իմացածը։ Կարող եք ուսուցչի դերում հանդես գալ եւ ձեր ընկերներին բացատրել դասը։ Իսկ աշխատանքային տետրում մենք կատարելու ենք էջ 9-ի եւ 10-ի առաջադրանքները։ Նախ բարդադիր բառացանկի բառերն ենք գրում։ Կարագ, թագավոր, Երևան, բարձել, կարգ, ավտոմեքենա։ Հետո կատարում ենք առաջադրանք 2-ը։ Տեքստից օգտվելով լրացնելու ենք նախադասություններում բաց թողնված բառերը։ Էրեբունին հազարավոր տարիներ բերնեբերան անցնելով դարձել է Երևան։
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Երևանում բոլորը խոսում են հայերեն, ծիծաղում են հայերեն, սիրում ու ապրում են հայերեն։ Ինչպես նաև կատարում ենք առաջադրանք 3-ը, գրաշրջում խաղն ենք խաղում։ Բառի բոլոր տառերով կազմելու ենք նոր բառ և գրելու։ Տեսեք, գեր բառի մեջ տառերը դասավորելով ստանում ենք երգ։ Մական, նամակ, գրամ, մարկ, մարդ, դրամ, առած, ծառա, տաղ, տաղը երգն է երեխաներ, տղա, հսկա, հասկ, մտրակ, մկրատ։ Այժմ կատարենք հաջորդ էջի 10-րդ էջի առաջադրանքը։ Շատ գեղեցիկ ձեռագրերով արտագրելու եք Էրեբունի երկխոսությունը 10-ը, որպեսզի ավելի գեղեցկանա ձեր ձեռագիրը։ Նայում ենք նկարին, սա էջմիածնի մայր տաճարն է։ Լրացնում ենք խաչբառը։ Առաջինը 2 տառից բաղկացած բառ, որի երկրորդ տառը չ է, էջն է։ Մին, Էմին, Էմինը տղայի անուն է։ Ափսե, բառամիջում և բառավերջում լսում ենք է, գրում ենք ե։ Հասցե, հասցեն մարդու բնակության վայրն է, փողոցի անունը և տան շենքի համարը։ Նորից բառավերջում է լսելիս գրում ենք ե։ Երևան, Երևան, Էմին, Էրեբունի բառերը գրում ենք մեծատառով, ինչպես նաև էջմիածինը, Էրեբունի և էջմիածին։ Բառասկզբում է լսելիս գրում ենք է, ե լսելիս գրում ենք ե։ Միաժամանակ մենք կրկնեցինք էի և եի ուղղագրությունը բառասկզբում։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։